Վրացական նորակառույց այս եկեղեցին հայտնի է հատկապես այն հայերին, ովքեր ավելի հաճախ են երթևեկում վրաց-ռուսական սահմանով։ Դարյալի կիրճն է Ստեփանցմին-Դալարս ավտոճանապարհի հենց այն հատվածն է, որի պատճառով արդեն մեկ շաբաթ է փակ է միջպետական սահմանը եւ բեռնատարներն ու մարդատարները հնարավորություն չունեն անցնել վրաց-ռուսական սահմանը։ Այստեղ խոսում է Բևդորակի գետը, որը դուրս գալով հունից խառնվել է Թերեքիին, որն էլ հեղեղել է մոտ 800 մետր երկարությամբ միջպետական ավտոճանապարհ։ Հունիսի 23-ին ուժգին տեղումների, հեղեղների եւ սողանքի պատճառով փակված Ստեփանցմին-Դալարս ավտոճանապարհի Վրաստանի սահմանից մի քանի 100 մետր հեռավորության վրա ստեղծված դրությունը շարունակում է անփոփոխ մնալ։ Վնասված ճանապարհահատվածից շուրջ 5 կիլոմետր դեպի Ստեփանցմին հատվածն է։ Այստեղից արդեն քաղաքացիների մուտքը արգելվում է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Անձնագրային եւ մաքսային ծառայությունների համար նախատեսված սրահները փակ են։ Տեղում աշխատում է մոտ 20 միավոր տեխնիկա։ Ոչ վերականգնողական աշխատանքներն իրականացնող կառույցները, ոչ տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները ճանապարհի վերաբացման մասին հստակ տեղեկություն չունեն։ Մի բան հաստատ է, առնվազն 10 օր ճանապարհը դեռ չի գործի։ Ի թիվս այլ հանգամանքների ճանապարհի վերականգնման աշխատանքների ընթացքին խանգարում է նաև շարունակվող անբարենպաստ եղանակը։ Երեկոյան ժամերին առատ անձրևի պատճառով ճանապարհի հարևանությամբ հոսող Թերեկ գետը վարարում է, ինչի ականատես եղավ նաև ալիքի նկարահանող խումբը։ Սա իր հերթին լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում վերականգնման աշխատանքներն իրականացնողների համար։ Ավելին, Վրաստանի փրկարարական ծառայության աշխատակիցները մոտակա բարձրունքից շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում, հնարավոր նորաղետի դեպքում շուտ ապույտ աջակցություն տրամադրելու նպատակով։ Վերջինների խոսքերով խնդիրը վերաբերում է հատկապես ծանր տեխնիկային տրակտորներ, էքսկավատորներ եւ այլն, որոնց վարորդները աշխատում են գետին մոտ կամ հենց դրա տարածքում։ Եթե Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռները Հայաստանի Հանրապետության արտաքին իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ Լարսի անցակետից ռուսական կողմից Զվարթնոց միջազգային օդանավակայան են տեղափոխել Հայաստան մուտք գործել ցանկացող 200-ից ավելի քաղաքացու, ապա վրացական կողմից Ռուսաստան մեկնողների վիճակն անորոշ է։ Տարվա ընթացքում Թբիլիսիից Լար ստանող միջպետական մայրուղին ծանրաբեռնված է լինում, մինչդեռ այս օրերին այն գրեթե դատարկ էր։ Այնուհանդերձ մինչ ճանապարհի վնասված հատվածին հասնելը մոտ 1 տասնյակ բեռնատարներ են կայանված, որոնք հունիսի 3-ից հույսով սպասում են։ Սրանք հիմնականում այն մեքենաներն են, որոնք Փոթիից Լաստանավով կամ Ադրբեջանի տարածքով տեղափոխվելու հնարավորություն չունեն։ Սպասող վարորդների շարքում ինչպես հայերի, այնպես էլ ռուսների հանդիպեցինք։ Առաջին օրերին ընդհանրապես ոչինչ չէին ասում։ Սկզբում ասացին 6 օր, հետո 10, հետո 2 շաբաթ, մի խոսքով, նույնիսկ 2 ամսվա մասին էին խոսում։ Վրաստանի առաջարկած իբր այլընտրանքային ճանապարհը Բաքու մեկնելու միջոցով ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև շատ ռուսների համար հնարավոր չէ։ Իբր ասում էին կարող ենք Ադրբեջանով գնալ, սակայն ով անձնագրում հայկական կնիկ ուներ, Բաքու չէին թողել։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտարարել է, թե բանակցում են Վրաստանի եւ Ռուսաստանի հետ հարավային Օսիայով դեպի Ռուսաստան տանող ավտոճանապարհը ժամանակավորապես գործարկելու հարցի շուրջ, ինչը այլընտրանք կհանդիսանա Լարսի ճանապարհին։ Չնայած այս տարբերակի հավանականությունը մեծ չէ։ Իրավիճակը քննարկվել է նաեւ կառավարությունում։ Զուգահեռաբար տեղեկատվություն է տարածվել, որ բեռնատարների կուտակումը Վրաստանում հասնում է 15-ից 20 մեքենայի, չհաշված այն մեքենաները, որոնք դեռևս Հայաստանի տարածքից դուրս չեն եկել կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ հատվածներում։ Այս պահին ռուսական կողմում կուտակումները կազմում են 40-ից 50 մեքենա, սակայն Վլադիկավկազի մոտ ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ։ Խոսքը վերաբերում է միայն հայկական մեքենաներին։ Կուտակումներ կան նաև Մինվոդի, Կրասնոդար եւ Դոնի Ռոստովի մերձակայքերում։ Իդեպ փլուզված հատվածին չհասած միջպետական ավտոճանապարհի մի շարք հատվածներում եւս վերանորոգման աշխատանքների կարիք կա։ Վտանգավոր է հատկապես ճանապարհը կիսող այս կամուրջներից մեկը։ Այստեղ եւս վերականգնողական աշխատանքներ են սկսված։